Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և իրավախախտումների հնարավոր դեպքերը կանխելու առաջին նախապայմանը նրանց իրավագիտակցության բարձրացումն է։ Ֆիզիկական և հոգեբանական ձևավորման շրջանում գտնվող անհատին ճիշտ արժեհամակարգերով դաստիարակելու համար նրա մեջ առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորել բարին և չարը տարբերազատելու կարողություն, ներարկել նրա մեջ պետությանը և օրենքին հարգելու վսեմ չափանիշներ։ Ոստիկանությունում հատուկ կարևորություն է տրվում անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքներին, քանի որ ոչ միայն ընտանիքում և դպրոցում, այլև շահագրգիռ բոլոր կառույցների արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված, թե ինչպիսի քաղաքացի կունենանք մենք վաղը։ ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված միջոցառումների պլանի համաձայն ուսումնական տարվա վերջին սույն թվականի մայիսի ամսվա ընթացքում ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անչափահասների գործերով բաժնի տեսուչները, Ստեփանակերտի քաղաքապետարանի անչափահասների գործերով հանձնաժողովի անդամների, ինչպես նաև առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ համատեղ հանդիպել և դասախոսություններով հանդես են եկել Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում։ Անչափահասների գործերով տեսուչների դասախոսությունները իրավական թեմաներով, իսկ առողջապահության նախարարության մասնագետների խոսքը առողջ ապրելակերպի թեմաներով էին։ Նպատակը մեկն է՝ նպաստել երեխաների առողջ զարգացմանն ու ձևավորմանը, ինչպես նաև բարձրացնելով նրանց իրավագիտակցությունը, ձևավորել ճիշտ ընկալում օրենքի և ըստ այդմ նաև իրապահ մարմինների հանդեպ։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է դեռևս մտավոր ձևավորման փուլում գտնվող անչափահասի պատկերացումն ու վերաբերմունքը ոստիկանի հանդեպ։ Ոստիկանը ձեր բարեկամն է և ի պաշտոն է կոչված է պաշտպանելու ձեր իրավունքներն ու ազատությունները, ապահովելու հասարակության անվտանգ կենսագործունեությունը, կանխելու քաղաքացուն և պետությանը սպառնացող հանցավոր վտանգները։ Սա է հիմնական սկզբունքը, որի վրա պետք էր կազմակերպել աշխատանքները։ Անչափ կարևոր էին նաև առողջապահության նախարարության մասնագետների դասախոսությունները այնպիսի վնասակար և վտանգավոր սովորությունների ու դրանց հետևանքների մասին, ինչպիսիք են ալկոհոլամոլությունը, ծխախոտամոլությունը և թմրամոլությունը։ Ավագ դպրոցի աշակերտների շրջանում կարևորվում է նաև սեռական ճիշտ դաստիարակության անհրաժեշտությունը։ Հատկանշական է, որ երեխաները համակ ուշադրությամբ և բավականին հետաքրքրությամբ էին ունկնդրում մասնագետներին։ Նման հանդիպումները մեծ ազդեցություն ունեն մեր բարոյահոգեբանական ազդեցության վրա, քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ փոխվում են բարքերը, սակայն մենք որպես հայի արմատներ ունեցող անձ պետք է իմանանք, թե որն է ճիշտը, տարբերենք ճիշտը և սխալը և չտրվենք այսօրվա իրադարձություններին։ Այսօրվա իմ աուդիտորիան մի քիչ կաշկանդված էին, իրանք հարցեր չունեցան, չգիտեմ, գիտեն ամեն ինչ, թե ամաչեցին խոսան, մի քիչ իրանք ավելի փոքր են, երևի շրջանավարտները ավելի բաց են, ավելի շուտ են մտնում հարցազրույցի մեջ։ Նման հանդիպումները ավելի լավ կլինի, որ ավելի հաճախակի կազմակերպվի։ Բնականաբար ունի իր դրական նշանակությունը, որտեղ ավագ դպրոցում ուսուցիչը ընկալվում է որպես ամենօրյա մասնագետ, որոնց հետ հանդիպում են։ Դպրոցում կենսաբանության մասնագետները, դասղեկները, տնօրինությունը հաճախակի նման հանդիպումներ կազմակերպում են, մենք հրավիրում ենք թե բժիշկներ, թե ասենք այլ բնագավառի աշխատողներ, ոստիկանության աշխատողներ, զորամասի աշխատողները, որպեսզի դեռահասային շրջանում ճիշտ կողմնորոշում տանք երեխաներին, որպեսզի ավելորդ քայլերի ձերծ մնան։ Հաճախակի հանդիպումներ են կազմակերպում ծնողների հետ, բայց միևնույն է, ամեն դեպքում մասնագետի հանդիպումը իր դրական նշանակությունը ունեցել է եւ կունենա։ Գիտեք, այսօրվա ժամանակաշրջանում աքսելերացիան շատ արագ է ընթանում, երեխայի հասունացումը շատ արագ է կատարվում։ Իսկ սա հմուտ թեմանкаважների, թե ծնողների, թե թեկուզ եւ ոստիկանության աշխատողների, թե մնացած ասենք այն բնակագից կառույցները, որոնք կցված են դպրոցում դաստիարակության ոլորտը բարձրացնելու, մեծ նշանակություն կունենա։ Օրինակ մենք խորհուրդ ենք տալիս բոլոր երեխաներին անպայման հաճախել կամ սպորտային խմբակներ, եթե աղջիկներ են բարի, երգի, այսինքն իրենց պարապությունը պետք է լրացնել, իսկ պարապ ժամանակը միևնույն է բերում է ոչ ցանկալի երևույթների։ Պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել եւ անպայման բոլոր ծնողները կոչ եմ անում, խնդրում եմ ծնողներին, որ միայն չբավարարվեն կենցաղային հարցերը երեխաներին բավարարելու։ Մենք շարունակում ենք ոստիկանության գործունեության վերաբերյալ մեր հարցումները քաղաքացիների շրջանում։ Այդ նպատակով գործուղվել ենք Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ։ Դուք ձեր տեղամասային տեսուչին ճանաչում եք։
Իհարկե Ով է ճանաչում եմ։ ձեր տեղամասային տեսուչը։ Արտուր Գրիգորյանը, իմ լավագույն սաներից մեկը։ Եվ ես հպարտ եմ, որ այսօր Արտուր Գրիգորյանը մեր տեղամասային տեսուչն է եւ պատասխանատվության զգացումով կատարում է իր պարտականությունները։ Բացի Արտուր Գրիգորյանից ես ճանաչում եմ նաեւ Սերգեյ Փաշայանին, Ասկերյանի շրջանային ներքին գործերի աշխատողներից է, Մարատ Մանուչարյանին, անչափահասների գծով տեսուչը, որը հաճախակի է լինում մեր դպրոցում եւ համատեղ զբաղվում ենք երեխաների դաստիարակչական հարցերով։ Իսկ կան ձեր դպրոցում կան այդպիսի երեխաներ, որոնք իրավախախտման եւ հանցագործների հակումներ ունեն։ Իրավախախտման հակում ունեցող աշակերտներ չունենք, բայց լինում են դեպքեր, որ աշակերտների մոտ որոշ խախտումներ են լինում։ Օրինակ ինչ կարգի խախտումներ են լինում աշակերտների մոտ։ Լինում է հազվադեպ իհարկե դասից բացակայություններ։ Ուսումից չարամտորեն խուսափել։ Հա, տեղեկացնում ենք անչափահասների գծով տեսուչին, ծնողին եւ համատեղ միջոցներ ձեռնարկում անհարգելի կերպով բացակայությունները վերացնելու ուղղությամբ։ Տիկին Խաչատրյան, ձեր անձնական կարծիքով այսօր քաղաքացին վստահում է ոստիկանությանը։ Այսօր քաղաքացիները վստահում են միլիցիայի աշխատողներին եւ հանգիստ են, որ իրոք նրան գտնվում են իրենց բարձրության վրա եւ ապահովում են մարդկանց անվտանգությունը։ Երբևիցե որևիցե հարցով դիմել եք տեղամասային տեսուչի։ Ինչ հարցով եք դիմել։ Ես աշխատում եմ դպրոցում, որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն, միշտ համագործակցում ենք ոչ միայն տեղամասային տեսուչի, այլ Ասկերանի շրջանի ոստիկանության բաժնի բոլոր աշխատակիցների հետ միշտ համագործակցում ենք ցանկացած հարց ունել, թե մեր աջակցությունը, թե իրենց աջակցությունը լինում է։ Ձեր անձնական կարծիքով ինչ փոփոխություն, ինչ նորամուծություն կարելի է անել, որպեսզի ոստիկանություն հասարակություն կապն ավելի ամրապնդվի։ Ոստիկանություն հասարակություն կապը միշտ էլ անհրաժեշտ է, որպեսզի բացառենք յուրաքանչյուր սխալ, յուրաքանչյուր հարց ճիշտ լուծելու համար։ Ինչ եք կարծում այսօր քաղաքացին վստահում է ոստիկանությանը։ Այո, անպայման վստահում է, որովհետև եթե չլինի ոստիկանությունը, ապա ցանկացած պահի կարելի է սպասել ամենաանսպասելիին։ Իսկ ձեր գյուղում ընդհանրապես իրավիճակը ոնց է, հասարակական կարգ խախտողներ, ալկոհոլային հարբեցության վիճակում գտնվող անձիկ, այդպիսի երևույթներ լինում են։ Ոչ, կարելի է ասել ոչ, եւ երևի պատճառն է, որ ոստիկանության ուշադրության կենտրոնում ենք։ Ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ժողովուրդը, որպեսզի քաղաքացին ավելի մեծ վստահություն տածի դեպի ոստիկանությանը։ Ես երևի ժողովրդի հետ ավելի շատ աշխատանքներ, ավելի շուշուտ հանդիպումներ։ Իսկ ինչ եք կարծում այսօր ժողովուրդը վստահում է ոստիկանությանը։ Այո, իմ կարծիքով այո։ Ով է ձեր տեղամասային տեսուչը։ Արտուր Գրիգորյան։ Երբևիցե որևիցե հարց եղել է տեղամասային տեսուչին, ինչ որ հարցով դիմել եք։ Չէ, դե հարատի հարցիլավ էդի։ Երեկոյան ժամերին, գիշերային ժամերին հասարակական կարգ խախտողներ, ալկոհոլային հարբեցության վիճակում գտնվողներ կան այդպիսի մարդիկ։ Ջահենն է ծմա անտառնքյուն գործիպեն դա ենթադրիչ մի բաժակում, բայց ոչ մի տիմին։ Ձեր հանգիստը չեն խանգարում ամենայն դեպս։ Ով է ձեր տեղամասային տեսուչը։ Գրիգորյան Արտուրը։ Ոստիկանության հետ առնչություն ունեցել եք երբևիցե։ Ոչ։ Իսկ որևիցե առաջարկություն, որևիցե նորամուծություն, որ կուզեիք ոստիկանության գործնեության մեջ լինել, այդպիսի առաջարկություններ ունեք, որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ։ Ոչ, բայց ինքս է սիրում եմ ձեր գործը եւ կուզենայի համասարան ավարտելուց հետո զբաղվել ձեր աշխատանքով։ Այսինքն կուզեիք տարալ ոստիկանության համակարգում։ Մեծ հաճույքով։ Այժմ ձեզ ենք ներկայացնում սույն թվականի մայիսի 17-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև կամավոր հանձնված զենք զինամթերքների վերաբերյալ հակիրճ վերլուծական։ Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 4 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։
Մայիսի 19-ին ժամը 18:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի թիվ 65 տան դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Կարեն Թարանյանի վարած Opel Astra եւ Արթուր Գրիգորյանի վարած Nissan Micra ավտոմեքենաները։ Մայիսի 21-ին ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Խանյանը վարելով իրեն պատկանող ՎԱԶ-2107 ավտոմեքենան Հադրութ Ստեփանակերտ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին երթևեկելու գոտուց դուրս է եկել եւ կողաշրջել այն։ Մայիսի 22-ին ժամը 21:30-ի սահմաններում Մանուկ Մկրտչյանը վարելով անձնական օգտագործման Mercedes-Benz E124 ավտոմեքենան Երիցվան Կոպսական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ վթարի ենթարկվել։ Նույն ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 195 վարորդներ, որոնցից 24-ը անսթափ վիճակում, 9-ը առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոցները վարելու, 43-ը սահմանված արագությունը գերազանցելու, իսկ մնացածը այլ կարգի խախտումների համար։ Ըստ ոստիկանության հերթապահ մասի օպերատիվ ամփոփագրերի, նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 6, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 2, սպանության փորձի, զենք զինամթերք ապօրինի պահելու, խուլիգանության, գույքը դիտավորության ոչնչացնելու մեկական հանցագործության դեպքեր։ Կատարված օպերատիվ հետախուզական եւ քննչական աշխատանքների արդյունքում նշված բոլոր դեպքերով հանցագործություններ կատարած անձինք հայտնաբերվել են։ Բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են կամովին հանձնել AK-74 տիպի ինքնաձիգ, Շմայսեր տիպի ինքնաձիգ, 3 պահեստատուփով, Տոզ 8 տիպի առանց փակաղակի ակոսափող եւ ինքնաշեն 3 հրացան, RGD տիպի 2 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, 6 մետր դետոնացիոն լար, 3 լուսարձակիչ, ինքնաձիգի 14 պահեստատուփ եւ տարբեր տրամաչափի 511 փամփուշտ։ Հարգելի համերկրացիներ, եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը համարվում է հանցագործություն եւ հետապնդվում է ԼՂ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածով։ Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը բացառիկ հնարավորություն է ընձեռել նշված առարկաները կամովին հանձնած անձին ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ոչ ենք անում օգտվել ընձեռված հնարավորությունից եւ կամովին հանձնելով ապօրինի պահվող զենք զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերը ազատվել ինչպես նախատեսվող պատասխանատվությունից, այնպես էլ դրանց հետ անփույթ վերաբերվելու հետևանքով առաջացող հնարավոր դժբախտ պատահարներից։ Ուշադրություն, իգիրություն իրավակարգի զինվոր դառնալու ցանկություն ունեցող պատանիների եւ աղջիկների տեղեկացնում ենք, որ շուտով արդեն մեկնարկելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի եւ քոլեջի 2014-2015 ուսումնական տարվա ընդունելությունը։ Մանրամասն տեղեկությունները զետեղված են ԼՂ ոստիկանության 3w.police.nkr.am էլեկտրոնային հասցեով գործող կայքի հայտարարություններ բաժնում, իսկ համացանցի հնարավորություններ չունեցող քաղաքացիները մանրամասների համար կարող են դիմել ԼՂ ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել 946102 հեռախոսահամարով։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Բարի նենց ձեզ։